Բարոս ելիքոր եղբայրը ջան, եկեք շարունակենք Հռոմեացիս 11-րդ գլխի 33-ից 36 համարները։ Արդեն 9-րդ գլխից մինչև 11-րդ գլուխ առաքյալն անդրադառնում է Աստծո փրկության ծրագրին եւ այդ ծրագրի մեջ եղող բոլոր բաղադրիչներին, որի մեջ ներառյալ մտնում է եւ Իսրայելի անկումը, եւ այդ անկման պատճառով հեթանոսների բացված դուռը, եւ նաեւ վերջում Իսրայելի վերականգնումը, նրանց վախճանաբանությունը։ Եվ այս ամենի մեջ առաքյալը տեսնում է Աստծո 4 կարևոր հատկություն, այսինքն տեսնելով Աստծո փրկության ծրագիրը, առաքյալը անդրադառնում այս փրկության ծրագրին եւ սկսում է գովաբանել Աստծուն։ Առաջինը գովաբանում է Աստծո գերիմաստությունը։ Այն ներկայացնում է որպես անհատակ խորությունով եւ մեծությունով 33 համարը, ով Աստծո մեծության եւ իմաստության եւ գիտության խորությունը։ Եվ հետաքրքիր է, որ այս իմաստությունը Աստծո, որը անսխալական է, առաքյալը ոչ միայն գովաբանում աղոկի որպես հերակա կողմով Աստծո իմաստությունը տեսնող անձ, այլ նաև տեսնում է իրեն այդ ծրագրի մեջ, տեսնում է իր փրկությունը որպես իսրայելացի շնորհքի ընտրությունպես մի մնացորդ, որ մտավ եկեղեցու դիսպենսացիա։ Այսինքն այս ամենի ներքո նրա գովաբանությունը գալիս է ոչ միայն տեսնելով գլոբալ Աստծո ծրագրի որոշ բաղադրիչներ փուլեր, այլ նաև իր կյանքում տեսնում այդ ծրագրի կիրառումը, այսինքն Աստված իր գերիմաստությունը ոչ միայն կիրառում է ընդհանուր փուլերի վրա, այլ նաև մեր իր որդիների ամեն մեկի կյանքում, եւ սա է, որ առաքյալը իրեն ապահով է զգում, քանի որ այդ իմաստության շնորհիվ ինքը տեսնում է ինչպիսի Աստծո հսկողության տակ է իր անձը կամ իր փրկությունը։ Սա շատ կարևոր է։ Ուրեմն երկրորդ հատկությունը առաքյալն անդրադառնում է արդեն 33-ի վերջի հատվածից եւ 34-ի առաջին եկեք ընթերցենք։ Ես կընթերցեմ 33-ից նաեւ գերիմաստությունը ներառյալ։ Ով Աստծո մեծության եւ իմաստության եւ գիտության կամ հասկացողության խորությունը հատակ չունենալը, ինչպես անքննելի են նրա դատաստանները, երկու տերմին օգտագործում եւ անհասկանալի են նրա ճանապարհները։ Այս երկու տերմինները առաքյալը հենց այնպես չի օգտագործում, որովհետեւ այն զուգահեռական է եւ հին կտակարանի բառի եւ նոր կտակարանի, օրինակ ինչպես անքննելի է նրա դատաստանները, այստեղ հունարեն օգտագործում է կրիմա բառը, որը նշանակում է դատական վճիռ, դատական վարույթ, դատական գործ եւ հին կտակարանի զուգահեռ բառի հետ միջպատ, այն նշանակում է առավել որոշումները Աստծո, վճիռները, որոշումները, որոնցով Աստված իրականացնում է երկրի ընթացքի մեջ պատմությունը, որոնցով ղեկավարում Աստված եւ առաքյալը այս բառը օգտագործելով ասում է ինչպես առավել տալիս է նրան մեծություն, ինչպես անքննելի են նրանք, այսինքն մեր մարդկային հասկացողության համար նրանք անքննելի են, այնինչ Աստված իր գերիմաստությունով չի հայտնե մարդու համար այն մնում է անքննելի։ Այս երկու բառը երկու կարևոր մեկ կողմի մեկ մեդալի երկու կարևոր կողմերն են ցույց տալի։ Անքննելի է նրա դատաստանները դա այն գործիքակազմն է, որով Աստված որոշում է կայացնում, օրինակ պատճառները եւ նպատակները անքննելի են, մենք չգիտենք ինչ պատճառներից Աստված դա արեց եւ չգիտենք ինչ նպատակի համար Աստված դա արեց, բայց եւ նաեւ մյուսը նրա ճանապարհները նաեւ չգիտենք ինչպես է անում, այսինքն այդ պատճառից մղված եւ այդ նպատակին հասնելու համար ինչպես է Աստված անում, ինչ է օգտագործելու, մենք դա էլ չգիտենք, այսինքն մենք միայն մի բան կարանք տեսնենք, թե ինչպես Աստված ինձ բերեց այս կետի վրա, այսինքն նայելով իմ անցյալը կարամ ասեմ ինչպես Աստված ինձ բերեց այստեղ, բայց թե ուր է ինձ տանում, ես դա չեմ կարող ասել։ Դրա համար հիմա ավելի խորը մենք կնայենք սա, եկեք նայենք առաջի բառը, որը նշանակում է անքննելի են նրա դատաստանները։ Եկեք ամբողջացնենք եւ ընթերցենք 33-ից 34 եւ անդրադառնանք այս երկու բառերին։ Ով Աստծո մեծության եւ իմաստության եւ գիտության խորությունը, ինչպես անքննելի են նրա դատաստանները եւ անհասկանալի են նրա ճանապարհները, եւ անմիջապես կարծես կնիք հադելու, որովհետեւ ով գիտած Տիրոջ միտքը, որևէ մեկը Տիրոջ մտածելակերպը կամ միտքը իմացավ, ոչ։ Ով գիտած Տիրոջ միտքը, որ իմանա եւ քննի նրա որոշումները եւ քննի նրա ճանապարհները կամ նրա գործելակերպը։ Ով գիտի Տիրոջ միտքը, Տերը ում է հայտնում իր միտքը,
Ոչ մեկին։ Մենք հետո կանադառնանք հայտնության, այսինքն այն հայտնության Աստծո խոսքում, Աստծո փրկության ծրագրի մասին, ինչ որ Աստված մեզ հայտնում է։ Եվ դրանից ավելի խորհելը, այսինքն առաջի Կորինթացիս 4 գլխում, երբ Օրաքյալն ասում է, իմ եւ Ապողոսի վրա օրինակ վերցրեք, որ գրվածից ավելի չխորհել, բնագրի մեջ օգտագործում է բառ, որ նշանակում է իմաստուն ձեզ ցույց տալ գրվածից ավելի։ Գրվածից ավելի խորհել նշանակում է ձեզ բոլորի առաջ ավելի իմաստուն դնել։ Եթե Աստված քեզ չի հայտնե, որտեղից ես դու դա իմանում։ Եթե Աստված իր խոսքի մեջ չի հայտնե, այդ ինչ անձնական հայտնություններ դու ունես, որ Աստվածաշնչում գրված չի։ Տեսնում եք, սրանք շատ վտանգավոր է, շատ զգուշ պիտի լինեք։ Որովհետև հետագայում, երբ որ մենք կանադառնանք բիբլիոլոգիային կամ Աստվածաշնչի մասին ուսուցման, մենք կտեսնենք, որ միակ անսխալական խոսքը, ուշադիր լսեք բառը, անսխալական, Աստծո հոգով տրված անսխալական խոսքը դա Աստվածաշունչ մատյանն է կանոնավոր։ Մնացածը ապոկրիֆ եւ մարդկային հասկացողություններ կամ փիլիսոփայություններ են։ Չկա Աստծո տված խոսքի զատ, չկա անսխալական խոսք երկրագնդի եւ տիեզերքի մեջ, գոյություն չունի։ Միայն Աստվածաշունչն է, Աստծո հոգով տրված եւ Աստծո հսկողության տակ պահված։ Եկեք անդրադառնանք արդեն այս երկու խոսքին, որովհետև երկու կարևոր կերպերն օգտագործելով առաքյալ ասում է, որովհետև ով գիտաց Տիրոջ միտքը։ Որևէ մեկը Տիրոջ միտքը իմացավ։ Ոչ։ Եկեք անդրադառնանք այս խոսքերին։ Ուրեմն, տեսեք, առաջի բառը առաքյալն օգտագործում է դատաստաններ, որը 5 կտակարանում եւ նոր կտակարանում շատ նույն զուգահեռականով մեզ ներկայացնում է որպես Աստծո որոշումներ կամ վճիռներ, մտահաղացումը նրա շատ կարևոր է սա։ Եվ տեսեք, ինչպես արդեն ասեցի, կրիմա բառը հունարենում եւ միշպատ կամ միշպատին, որը եբրայերեն բառը, առավել ներկայանում է որպես եւ սրանցով այս դատաստաններով, այս վճիռներով Աստված որոշումներով ղեկավարում է կյանքի ընթացքը, կյանքի պատմության ընթացքը մինչեւ իր արքայություն։ Եվ ամեն բան օգտագործում է իր արքայության համար, իր փառքի համար, որովհետեւ իր արքայությունը նույնպես միջանկյալ միջոց է իր փառքի։ Աստծո արքայությունը դա Աստծո փառքն է, որի մեջ բերելու է մարդուն։ Երբ որ մենք ասում ենք Աստված մարդուն իր արքայության համար է պատրաստում, սա նշանակում է Աստված մարդուն իր փառքի համար է պատրաստում, որբիսի այդ մարդը գովաբանի Աստծո փառքը եւ այդ փառքի մեջ է գտնվելու այդ մարդը, որտեղ այդ փառքի համար ստեղծեց մարդուն, իր փառքի համար։ Հիմա խնդիրն է, որ մարդը իր փառքն է փնտրում։ Ամբողջ խնդիրը սա է։ Հիմա ուրեմն այս առումով Պողոսը բացահայտում է ինչպես Աստված ծրագրել եւ ինչպես է այդ փրկության ծրագիր իրականացնում։ Հիշեք, որ այս բառերը եւ այս գովասանքը առաքյալը արտաբերում է տեսնելով Աստծո փրկության ծրագիրը։ Սրանք կապված է փրկության ծրագրի հետ։ Այսինքն փրկության ծրագրի մեջ է նաեւ առաքյալը տեսնում, որ անքննելի է Աստծո գործիքակազմը կամ նրա ինչ եւ նաեւ անքննելի անհասկանալի է նրա վարույթը, ինչպես է ինքը վարվում, անքննելի է սա, տեսնելով Աստծո ծրագիրը։ Որևէ մեկը 5 կտակարանում կամ Պողոսը, որ դեռ սողոս էր, կմտածեր, որ դուր պիտի բացվի հեթանոսներին, եթե Աստված այն չէր հայտնել որևէ մեկ մարգարեի, ոչ։ Դրա համար Աստված ունեցավ յուրահատուկ հայտնություններ նաեւ առաքյալներին, ինչպես Պետրոսին 3 անգամ տեսիլ ցույց տվեց, որ գնա եւ կեր, որովհետեւ ես մաքուր եմ համարում նրանց, այսինքն կենդանիների տեսիլքը, այսինքն սա ընթացքի մեջ է, դա մի բան է, որ չի հայտնե եւ պետք չի մենք գուշակություններ եւ հաշվարկներ անենք Աստծո կամքի կամ որոշումների կամ նրա վարույթի նկատմամբ։ Սա շատ վտանգավոր դաշտ է։ Ուրեմն, առաջի բառը, ինչպես մենք տեսնում ենք, առաքյալն օգտագործում է դատաստաններ, գրիմա եւ միշպատ հունարեն եւ եբրայերեն, որ նշանակում է նրա վճիռները կամ բառացի Աստծո որոշումները։ Եթե կարդանք այսպես, ինչպես անքննելի են նրա որոշումները։ Եվ մյուսը եւ անհասկանալի են նրա ճանապարհները։ Այստեղ ճանապարհներ բառը նույնպես շատ կարեւոր է։ Տեսեք, որոշումների մեջ ներկայացնում է գործիքակազմը, ինչեր է օգտագործում Աստված իր նպատակների համար։ Բայց արդեն ճանապարհներ բառի մեջ առաքյալը օգտագործում է նրա վարույթը, վարվելը, ինչպես Աստված վարվելու։ Սա շատ կարևոր է, երկու կողմն է մեդալի, ինչպես արդեն ասեցի, եւ ցույց է տալի, որ երկուսն էլ անքննելի եւ մարդու համար անհասկանալի են, ինչպես անքննելի են նրա դատաստանները եւ անհասկանալի են նրա վարույթը, ճանապարհները, կերպերը ինչպես օգտագործում է, որովհետեւ ով գիտաց Տիրոջ միտքը, որովհետեւ մեկին Աստված հարցրեց ինչպես վարվի։
Ոչ, ինքը վարվեց այնպես, ինչպես իր իմաստությունը առաջնորդում։ Հիմա սրա հետ մեկտեղ կարևոր է մենք տեսնենք մի կարևոր բան, որ հետապնդել, հետևել նրա ճանապարհները չեն կարող, որովհետև երկրորդ բառը այն որսորդական տերմին է։ Հետախուզել կամ կենթանու հետքերով գնալ, որպիսի գտնել կենթանու։ Գնալ նրա հետքերով։ Խնդիրը նա է, որ դուք Աստծո հետքը չեք տեսնի։ Դուք չեք կարող Աստծո հետքը բռնեք եւ այդ հետքերով գնաք եւ ասեք ինչա լինելու ապագայում։ Չեք կարող, եթե Աստված ձեզ այն չի հայտնել։ Այո, Աստված մեզ հայտնել է, որ Քրիստոսի երկրորդ գալուստը կա, որ հազարամյա թագավորությունը կա երկյուրա, կա դատաստանը սպիտակաթոռի առաջ, կա նոր երկինք, նոր երկիրը արքայության համար, բայց թե ուր ենք հիմա մենք գնում եւ վաղը ինչն է լինելու այդ փուլի որ շրջանն է լինելու, դուք չեք կարող գուշակեք։ Պետք չի մտնեք այդ դաշտ։ Այ սա է ամենակարևորը։ Հիմա բառը, որ օգտագործված է ճանապարհն ինչպես ասում ենք, եթե մենք առավոտյան գնում ենք աշխատանքի, մենք ունենք որոշակի ճանապարհ անցնելու եւ մենք արդեն գծած ճանապարհ ունենք։ Այսինքն մենք գիտենք, որ փողոցի այս կողմով պիտի անցնենք, կամ այս փողոցով չեն գնում, այն փողոցով են գնում, այստեղ ծանրաբեռնված է, այնտեղ թեթև է, կամ այստեղ տրանսպորտ կա, այնտեղ չկա։ Այսինքն դա այդ ճանապարհները մեր այն վարվելակերպն է, որով մենք ամեն օր մեր առօրյա վարվելու կերպն է։ Այստեղ ճանապարհներ բառը առաքյալն ի նկատի ունի Աստծո վարվելակերպը, անհասկանալի է մեզ համար, ինչպես Աստված վարվելու։ Սա շատ կարևոր է։ Դրա համար օգտագործում է հունարեն անեքսիխնիաստոս բառը, որը նշանակում է որսորդական տերմին հետևել եւ գտնել կամ հետախուզել, հետքերով գնալ եւ գտնել առարկան։ Այս սա շատ կարևոր է։ Տեսեք, միգուցե կփորձեք, միգուցե ձեզ կթվա թե որոշակի առումով եւ իմիջիալոց ասեմ, որ մի քիչ հետո մենք մի քանի ձայնագրություն հետո ես ուզում եմ մի փոքր ձայնագրություն ներկայացնել մարդու ապականված մտքի մասին, որովհետեւ եւ իմիջիալոց այն մեղքի դեմ պայքարելու օղակներում պիտի լինի, որովհետեւ մեղքի դեմ պայքարը առաջերտին սկսում է մարդու սրտից։ Մեր սիրտը դա մեր հասկացողությունն է, ռազումենիա, եբրայերենում լեբ բառը, որ նշանակում է հասկացողություն։ Դրա համար երբ որ Աստված տալիս է գլխավոր պատվիրանը, հիշեք, Աստված տալիս է սիրի քո Տեր Աստծուն ամբողջ սրտով, քո հասկացողությունով, ամբողջ քո մտքով, նաև միտքը։ Այսինքն խնդիր կա մեր մտքի մեջ, որ թույլ չի տալի, որ մենք Աստծուն սիրենք մեր մտքով։ Այսինքն մեր միտքը պիտի նորոգվի, որպեսզի նորոգված միտքը մեզ ցույց տա Աստծո գերմեծությունը, գերիշխանությունը եւ նրա այդ սերը գեր, այդ շնորհքը, որպեսզի սերը արտադրվի դեպի այդ Աստվածը, որտեղ մեր միտքը թույլ չի տալի, որտեղ մեր միտքը ապականված լինելով, այն ծածկում է մեզ Աստծո գերիշխանությունը, այն պղտորում է։ Օրինակ, երբ որ Սատանան մտավ Եդեմի պարտեզ, ինքը խափող, ինքը ստության հայր է կոչված։ Ինչ արեց։ Հիշում եք Սատանան խափեց առաջինը մարդուն սխալ ներկայացնելով Աստծուն, խափեց Աստծո մասին, ստություն բերեց Աստծո մասին, այսինքն ստությունը որպես ճշմարտություն Աստծո մասին ներկայացրեց մարդուն, մարդը հավատաց։ Աստված ձեզ չի սիրում, Աստված էգոիստ է, Աստված ձեզ ծածկել է այդ ծառից, կերեք, այսինքն տեսեք, երբ Աստված սիրելու պատճառով էր ասել այդ ծառից չուտեք, որ չմահանաք։ Սատանան ասում է, չէ, սերը չի պատճառ, Աստված չի ուզում որ դուք ուտեք, չեք մահանա։ Այսինքն երբ որ Սատանան մեզ խափում է Աստծո մասին, հետո նաև խափում է թե ով ենք մենք, կերեք Աստվածներ կլինեք, կերան Աստվածներ եղան, այսինքն ինքը ցույց չտալով իրական Աստծուն, խափելով իրական Աստծո մասին, նաև խափում է թե ով ենք մենք։ Եվ դրա համար մեր միտքը ինչ եմ ես ասում, դրա համար մեղքի մեջ պայքարի մեջ մեր միտքը մեծ գործ է անում, մեր եզրակացությունները, որոնք մենք համոզմունքներ ենք համարում, մյուս մարդկանց մասին մեր կարծիքները, որոնց մենք հաստատվում ենք, որ դա այդպես է, բայց իրականությունը չի դա մեր կարծիքն է միայն։ Այսինքն Սատանան, մի խոսքով եթե ասեմ, ծածկում է մեզանից իրականությունը, մեզ այլ սուտ իրականություն ներկայացնելով։ Այդ ստության մեջ մեր մարդկային մենք համոզված ենք, որ դա է իրական։ Օրինակ, այսօր աշխարհի մարդկանց կյանքում իրականությունը այս ֆիզիկական կյանքն է իր արժեքներով։ Իրականություն գոյություն չունի հավիտենականություն, Աստծո արքայություն, դրանք հեքիաթ են, մարդկային հարություն, դրանք հեքիաթներ են, դրանք իրականություն չեն, դրանք սիրուն բաներ են։ Այսա Սատանայի խաբկանքն է, նույնպես մեր միտքը։ Դրա համար այս մեր միտքը շատ հաճախ գործանում, այսինքն մեր մտքի սահմանափակ լինելն է, որ թույլ չի տալիս, որ մենք հասկանանք Աստծո ծրագիրը, Աստծո գործելակերպը, վարույթը։ Ուրեմն նաև մեր միտքը ոչ մի հետախույզ մարդկային չի կարա հետախուզի եւ ասի Աստված ինչ է անելու։
Սա կարևոր է։ Նորից եմ ասում, միգուցե դու կփորձես վարագույրի արանքից նայես։ Միգուցե վարագույրը մի քիչ բացես արդեն հայտնված խոսքով, մի քիչ բացես, որպեսզի տեսնես, բայց այնտեղ մթություն է։ Վարագույրից եթե նայես, խավար, մթություն ես տեսնելու, ուրիշ ոչինչ։ Ինչի՞, որտեղ հետագայում մենք համաներ կնենք, որ Աստված հատուկ է ծածկել դա քեզանից։ Երբեք մի ծեծի այն դուռը, որ Աստված իր խոսքի մեջ խոստացել է, որ չի բացելու։ Որևէ մեկին Աստված ասել է վաղը իր հետ ինչ ա լինելու։ Ոչ, դա ձեր երազներն է, դա ձեր տեսիլքներն է, դա ձեր զգացմունքներն է։ Միգուցե մեկի մոտ ինչ որ մի օր մի բան համընկնի, բայց դա չի նշանակում, որ երկրորդ անգամ նույնպես դա համընկնելու է։ Այսինքն դրանք բոլորը խաբկանք է։ Ինչ որ մեկի մոտ միգուցե սատանան որոշակի առումով հաջողացնի, ինչպես 5 կտականում կարդում ենք, եւ Աստված ասեց, այո, թույլ կտամ, որպեսզի այս մարդիկ այս նշանները անեն եւ կատարվի, տեսնեմ դուք հավատում եք դրանց, թե հավատում եք իմ ասած խոսքին։ Եվ կատարվի ասեց։ Եթե դուք տեսնեք, որ կատարվեց ու գնաք դրանց հետևից, դա նշանակում է, որ արհամարեցիք իմ խոսքը, որտեղ այդ դրանք ինձ հակառակ էին ասում։ Եթե դրանց հետևից գնացիք, դուք մերժում եք ինձ, այսինքն իմ խոսքը։ Սրանք շատ կարևոր բաներ են, որ տեսնեք։ Այսինքն, այստեղ պետք է զգուշ լինեք։ Մի քիչ նոր ես կանդառնամ միստիկական դաշտին, թե ինչպես է մարդը փորձում մտնի այդ դաշտ, եւ ինչպես է մարդիկ փորձում շատ սեմինարներ եւ ուսուցիչներ կան, որոնք փորձում են կյանքի պարագաներով պարագաների հաշվարկներով որոշեն թե ինչ է անելու Աստված կամ գտնեն Աստծո կամքը։ Ես շատ հաճախ հիշում եմ 90-ական թվականներից եկեղեցու միշտ պատտվում էր այս բառը։ Իսկ դու այս հարցում Աստծո կամքը հարցրել ես։ Իսկ դու Աստծո կամքը գտար, սիրելիներս, Աստծո կամքը միայն Աստծո անսխալական խոսքի մեջ է։ Եվ այն սկզբունքները, որ Աստվածաշունչը մեզ տալիս է, դրանք մեզ տալիս են հնարավորություն որոշելու եւ անելու մի բան Աստծուն հաճելի է, թե անհաճելի է։ Կոնկրետ հարցերի մեջ, մեր կյանքի որոշումների մեջ Աստծո խոսքը բավարար է մեզ տալու ամեն որոշումներ կայացնելու Աստծուն հաճելի կերպով։ Պետք չի հավելյալ հայտնություններ։ Հավելյալ հայտնությունների սպասողները ապացուցում են մի բան, որ նրանք համարում են Աստծո խոսքը ոչ բավարար։ Կիսատ Աստվածաշունչը մեզ չի տվել Աստծո ամբողջական կամքը, կիսատ պրատ է տվել։ Հայտնություններ է պետք մեզ յուրահատուկ Աստծո հատուկ կամքը հարցնելու համար, որոշակի հատուկ նպատակների համար։ Չկա այդպիսի բան, դա խաբկանք է եւ ես տեսել եմ շատերի վնասված լինելը դրանց հետևելու պատճառով։ Շատ հիասթափությունը շատ կարևոր է սա հասկանալ։ Տեսեք այսօր շատերը նայելով, հանրադառնալով երկրի վրա կատարվող իրադարձությունների ընթացքին, օրինակ անդրադառնում են Իսրայելի գործունեության իրադարձություններին Իսրայելում կատարված, Ամերիկայի ընտրություններին են նայում, անդրադառնում են որոշակի քաղաքական գործունեության եւ փորձում են դրանից գուշակություններ։ Եսի նկատում եմ հավատացյալները, որոնք փորձում են, ասենք շատերը, օրինակ ես լսել եմ, որ տեսեք, անդրադառնում են որոշ կազմակերպությունների, մասոնների, միուսների եւ նրանց գործունեությունը արդեն կապում են ապագայի հետ։ Այսինքն սրանք բոլորը այդ դաշտը մտնելն է, այսինքն այնինչ Աստված մեզ չի հայտնել, մենք փորձում ենք այդ վարագույրը բացենք եւ նայենք ապագան եւ սկսում ենք ապագայի մասին գուշակություններ եւ հաշվարկներ անենք եւ սխալվում ենք։ Այսինքն ինչի եմ ես սա ասում, որովհետեւ նայելով այս իրադարձություններին դուք երբեք չեք իմանա հետագա մյուս օրը Աստված ինչ է անելու։ Կամ ինչի համար Աստված թույլ տալի Իսրայելում կատարվող իրադարձությունները, կամ Ամերիկայի ընտրությունում ինչի ընտրվեց այս անձը ոչ թե այն անձը, ինչի համար Աստված թույլ տվեց, որ այս կուսակցությունը առաջ գնա։ Դուք որոշ ձեր եզրակացության մեջ որոշ եզրահանգման կգաք, բայց դա իրականությունը չի սիրել, դա ձեր կարծիքն է։ Այսինքն դուք չեք կարա լինեք ճիշտ, այսինքն դուք չեք կարա հետևեք Աստծո վարվելակերպին եւ գտնեք, թե Աստված ուր է տանում, ինչ է անում հիմա, ինչ է լինելու հետագա քայլը, որտեղ Աստված այն ձեզ չի հայտնել։ Սա կարևոր է, սա թող մեր ականջին լուր լինի, մեր ականջին ականջող լինի նրանց, որոնք փորձում են կյանքի պարագաներով որոշեն Աստծո կամքը։ Եվ նորից եմ ասում, շատ սեմինարներ, շատ ուսուցիչներ կան, որոնք արդեն հիասթափության մեջ են, որոշը նորասկսնակ են, պիտի հիասթափվեն, ինչի, որտեղ նրանք ծեծում են այն դուռը, որ Աստված երբեք չի բացելու։ Այստեղ է ամբողջ խնդիրը։ Եվ իմիջիալոց շատերին իրենց հետևից տանելով մոլորեցնում են, վնասվում են նաև շատերը։ Եվ իմիջիալոց նրանց հետևից գնում են նրանք, որոնք Աստծո խոսքը չեն քննել, որոնք տեղյակ չեն Աստծո անսխալական խոսքի մասին։
Եվ տեղյակ չեն, որ Աստված տալիս է մեզ բոլոր սկզբունքները հոգևոր եւ Սուրբ Հոգին ներկա լինելով մեր կյանքում, մեզ տալիս է մեր կյանքի բոլոր որոշումների մեջ Աստծուն հաճելին կամ անհաճելին, որտեղ նույնիսկ եթե դուք Աստծո խոսքը գիտեք եւ մի բան էլ Աստծո կամքի համաձայն չանեք, այդ նույն խոսքը ձեզ հանդիմանելու եւ ուղղելու է։ Այդ նույն խոսքը Այսինքն այդպես չի, որ Աստված մեզ հետ պահքվոցի է խաղում։ Տեսնեմ, կարող եք իմ կամքը գտնել։ Այդպես չի, սերս։ Աստված ինքն առավել շահագրգռված է, որ մենք այդ կամքը գտնենք։ Ինչի։ Ինքը տվել է այդ խոսքը, մենք չենք ուզում այդ խոսքը քննենք։ Մենք հավելյալ կերպ ենք ուզում, որ Աստված իր կամքը մեզ հայտնի։ Տեր, խոսքով չէ, հոգտում եմ խոսքը ուսումնասիրելուց։ Ինձ ականջից ձայներով հայտնի։ Տեսնում եք, այո, եւ կա մեկը, որ կուզի ձայնով ձեզ հայտնել։ Եվ նրա անունը Աստված չի, ներկայանում անա ձեզ որպես Աստված, նա ներկայանում է ձեզ որպես Սուրբ Հոգի, բայց նա Սուրբ Հոգին չի, Սուրբ Հոգին արդեն տվել է իր խոսքը, այս խոսքը, որ ես ասում եմ քննեք, Աստծո անսխալական խոսքը, Սուրբ Հոգու արտադրանքն է, Սուրբ Հոգին է տվել։ Հիսուսն ասեց ինձանից կվերցնի եւ ձեզ կտա։ Ինձանից ո՞րն է? Աստված Հիսուս Քրիստոսը ով է? Աստծո խոսքը մարմին դարձավ։ Ինձանից կվերցնի ձեզ կտա։ Սուրբ Հոգին այս խոսքն է մեզ տալի, այս խոսքով է մեզ առաջնորդում, որpիսի այս խոսքով մենք Աստծո կամ հաճելի լինենք կամ ոչ։ Ոչ թե հավելյալ հայտնություններով, սերներս, մի խափնվեք։ Այսա շատ կարևոր է։ Ուրեմն սա կարևոր է։ Առաջինը, որովհետև առաքյալը իր խոսքի մեջ շեշտում է ինչպես անքննելի են եւ անհասկանալի են եւ շեշտում է հետևից, որովհետև ով գիտի Տիրոջ միտքը, հարց եմ ձեզ տալի, ով գիտի Տիրոջ միտքը, այն մարդիկ, որոնք ձեզ ասում են, որ Աստված իրենց այդպես ասեց, իրանք Աստծո խոսքին հակառակ ասում են, որ իրանք գիտեն Աստծո միտքը։ Տեսնում եք խապկանքը որտեղ է։ Ինչպես Սատանան մտավ Եդեմի պարտեզ եւ խափեց մարդուն 3 կարևոր սկզբունքների մեջ։ Խափեց թե ով է Աստված, խափեց թե ով ես դու եւ խափեց թե ինչ ա լինելու արդյունքում։ Չես մեռնի։ Բայց կերան եւ տեսանք դառան մահկանացու ֆիզիկապես եւ հոգեորապես մահացան, բաժանվեցին Աստծուց։ Տեսնում եք 3 խապկանք։ Այս նույն խապկանքը այսօր կա, որտեղ Սատանան դեր երկրի վրա է, գործում է նրանց վրա եւ ում մտքերը ինքը գերի է բռնե, որպեսզի ավետարանի մեջ ծագի Աստծո լույսի, փառքի լույսը Քրիստոս Հիսուսի դեմքում, չծագի դա նրանց համար։ Նրանք իրենց փրկիչը լինեն, նրանք իրենց կյանքի իրականությունը այս ֆիզիկական կյանքում տեսնեն, այս արժեքների մեջ տեսնեն, իրար ուտեն, իրար գզեն, իրար սպանեն այս արժեքների համար։ Ինչի, որպեսզի Աստված չփառավորվի, որպեսզի Աստծո պատկերը մարդու վրա աղավաղվի։ Այս է նրա նպատակը։ Հիսուսն ասեց նա մարդասպան է եւ նա գողա, նա չի գալի, միայն գալիս է գողանալու եւ սպանելու եւ նա ստության հայրն է։ Հիշեք Հովանու 8-րդ գլխում, երբ որ Հիսուսն ասեց, եթե ինձ ճանաչեք, եթե որդին ձեզ ազատի իրավ ազատ կլինեք, ճշմարտությունը կիմանաք, որտեղ Հիսուսն ասեց, ես եմ ճշմարտությունը։ Ճշմարտությունը կիմանաք եւ ճշմարտությունը ձեզ կազատի։ Հետևից հրեաներն ասեցին, բայց մենք ոչ մեկին գերի չենք։ Հիսուս ասեց, եթե մեկը մեղք կա գործում, մեղքի գերի է։ Հիսուսի խոսքերի հետ եթե նայեք հերթականությունը, կարծես թե Հիսուսն ասում է ճշմարտությունը կճանաչեք եւ ճշմարտությունը ձեզ կազատի, կարծես թե մեղքից, բայց հետագայում ինքը շեշտում է, որ ստությունից, այսինքն Սատանան է, որ ստության հայրն է, ստությունից, այսինքն քանի որ դուք ճշմարտությունը չգիտեք եւ հավատում եք ստության, այդ ստության պատճառով դառնում եք մեղքի գերի։ Եթե ճշմարտությունն իմանաք, կմերժեք ստությունը եւ ձեր կյանքից դուրս կգա մեղքի գերի լինելը։ Սա է ամբողջ խնդիրը։ Այսինքն մեղքի գերի լինելը կապված է մեր սուտ կամ ստությունը որպես իրականություն ընդունելու։ Մի բան ենք մենք անում, որ մենք մտածում ենք Աստծուն հաճելի է, խնդրեմ չի։ Անցյալ օրը իմ աշխատակի տեղը տղաներից մեկը ինձ համոզում էր, որ շնությունը նորմալ բան է, չէ որ Աստված է այդպես ստեղծել։ Որքան փորձեցի բացատրել, ասում էր չէ։ Ինչի, որտեղ դա իրան հաճելի է։ Իրան հաճելի է։ Ինքը փորձում է ինձ բացատրի, որ դա մի բան է, որ Աստված չի բարկանում դրա վրա։ Դա նորմալ, բնական բան է, շնությունը։ Ես իրան բացատրում եմ, գիտես, այդ ինտիմ հարաբերությունը Աստված տվել է ընտանեկան օղակներում,
որպեսզի ընտանիքը ձևավորվի, երեխաներ ծնվեն, այդ երեխաներ այդ սիրո, այդ հաճույքից ծնվեն այդ, այսինքն դա մի բան է, որ պիտի միացնի ձեզ որպես սեր ֆիզիոլոգիական մասը սիրո, որպեսզի դուք իրար ճանաչեք, առավել նվիրվեք իրար ամուսիններով։ Չէ ասում է, դա բավարարելու հատկություն է, ես պիտի անեմ։ Այսինքն փորձում է ինձ ապացուցի։ Տեսնում եք, նրա միտքը ապականված է, այսինքն ինքը ունի այլ իրականություն եւ փորձում այդ իրականությունով իրական իրականությանը հակառակվի։ Այս է ամբողջ խնդիրը, գերի է։ Սիրելիներս, ուրեմն ամեն դեպքում մենք չենք կարա գուշակենք, չենք կարա հաշվարկենք, ինչի, որովհետև այդ դուրը Աստված ծածկել է, անհասանելի եւ անհասկանալի են, ինչպես անքննելի են նրա դատաստանները, որոշումները եւ անհասկանալի են նրա ճանապարհը։ Սա Պողոս առաքյալն ասում, ով հայտություններ ունի Աստծոց, ով ասում է 14 տարի մի մարդ գիտեմ, ում հայտնություն եղավ եւ հայտնությունների պատճառով, որ շատ են ծակոց տրվեցի ինձ Աստծոց, սատանայի ծակոց, որ չհպարտանամ։ Սա այդ մարդն է ասում, որ անհասկանալի եւ անքննելի են այս ճանապարհները, որտեւ ով գիտած Տիրոջ միտքը։ Տեսեք, շատերն ասում են Աստված իմ հետ խոսում է, Աստված ինձ ասեց։ Աստված, ով Աբրահամի հետ 14 տարին մեկ փուլային հայտնություններում, Աբրահամի հետ 14 տարին մեկ, այսօր մարդիկ այնպես են խոսում, կարծես Աստված Աստծո հետ ուղղակի ամեն օր խոսում են։ Սիրելիներս, զգուշ եղեք։ Այո, Աստծո հետ մենք խոսում ենք իր խոսքի միջոցով, եւ Աստծո ոգին մեր հետ խոսում է խոսքի միջոցով, եւ մենք մեր աղոթքի միջոցով, բայց դա չի նշանակում, որ ամեն օր Աստված մեզ հայտնություններ են տալիս։ Սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք։ Ուրեմն որսի չգնանք, որովհետեւ չգիտեք, մեկ վարքյան հետո ձեզանից որևէ մեկը ես չգիտեմ ինչ արինելու, միգուցե մեկ վարքյան հետո Աստված իմ կյանքը վերցնում է, կամ միգուցե մի կարևոր զանգ եմ լսում, որ ամբողջ իմ կյանքը փոխում է, կամ միգուցե մի վարքյանից հետո, կամ մի րոպեից հետո լավ գալիս է եւ ինձ ձերբակալում է եւ իմ կյանքի ամբողջ միջավայրը անցնում է բերդում։ Ես չգիտեմ դա։ Այսինքն տեսեք, նրանք, որոնք գուշակում են իրենց հետ ինչ արինելու կամ մյուսի հետ ինչ արինելու կամ հաշվարկումներ են անում, դրանք մտնում են այն դուռը, դրանք խոսում են այն ծածկված տեղից, որը ծածկված է իրականում, որը Աստված հատուկ է ծածկել։ Մի քիչ հետո մենք կանադառնանք որոշակի հատվածների, որը Աստծո խոսքի մեջ ուղղակի Աստված մեզ տալիս է, հաստատում է այդ հասկացողության մեջ, որ Աստված ինքը իր կամքով թույլ չի տալի, որ մարդը իմանա իր վաղվա օրը։ Աստված դա հատուկ արի, ինչի, որպեսզի մարդը ճանաչելով Աստծո ողորմությունն ու շնորհքը անդադար վստահելու մեջ աճի։ Մենք գիտենք ու մենք վստահ է ամեն բան բարի գործակից է, բայց թե ինչպես է այն բարի գործակից անելու, Աստված դա մեզ չի հայտնում։ Ես մի բան գիտեմ, որ ամեն բան բարի գործակից է անելու, այսինքն ինձ Քրիստոսին է նմանեցնելու, բայց ինչպես ես դա չգիտեմ, պետք չի գուշակեմ։ Մի խոսքով մենք չենք կարող, որքան էլ ջանք անենք, չենք կարող ճիշտ կռահել մեր կյանքի հետագա ընթացքը, հետագա րոպեները։ Այն մեզ համար անհասանելի են, որովհետև Աստծո կողմից այն մեզ տրված չի։ Սա միանշանակ Աստծո խոսքի մեջ մի քիչ մենք սա կնայենք։ Այն միշտ մնում է մեզ համար ծածկված, իսկ Աստծո համար ծածկված բան գոյություն չունի։ Աստծո համար ամեն բան, Աստծո համար մեր կյանքը պարզ իր աչքի առաջ է։ Մեր ապագան, մեր անցյալը, մեր ներկան, ամեն ինչ Աստծո առաջ բաց է։ Աստված այն շախմատիստն, այն գրոսմայստերն է, որ գիտի ինչ քայլից հետո ինչ է եւ ինքն է այդ քայլերը շարժում։ Մենք միայն գուշակում ենք։ Նրա մի քայլից հետո փորձում ենք գուշակել ինչ անելու մյուս քայլը։ Մի արեք, կսխալվեք։ Աստված ձեզ չի հայտնել մյուս քայլը ինչ անելու։ Դուք միայն կարող տեսնեք ինչ քայլ արեց։ Դրանից այկող ոչինչ չեք տեսնի։ Սա շատ կարևոր է։ Այսինքն նրա ծրագիրը մեզ միայն հայտնում է գլոբալ որոշակի փուլեր, եւ այդ փուլերի մեջ մենք սպասում ենք վստահությամբ Աստծո, որտեղ վստահում ենք Աստծո հսկողության մեր կյանքերում, որտեղ Աստված մեզ սիրում է, իր որդին տվեց, իր ողորմությունը ցույց տվեց մեզ ամեն մեկիս վրա, իր սովորեն ընտրությունով կանչեց։ Հիմա սրա հետ մեկտեղ Հիսուսը խոսք է ասում։ Հիսուսն ասում է, ջանք անելով, այդ ջանքերը որ անում եք, ջանք անելով կարա ձեզանից մեկը կամ մարդկային ջանքի մասին է խոսքը։ Կարակ ջանք անելով ձեր հասակի վրա 50 սանտիմետր մեկ կանգուն, այս է 50 սանտիմետր ավելացնեք։ Կարակ, բայց եթե սա չեք կարա, մեկ կանգուն ձեր հասակի վրա, ինչպես եք փորձում Աստծո միտքը գուշակեք հետագա ընթացքը, պարագաներով։ Աստծո այս քայլով որոշեք ինչ ալինելու մյուս քայլը, ինչպես եք դա որոշում։ Ուրեմն ամեն անգամ, երբ որ մենք կզբաղվենք, երբ որ մեր միտքը մեզ կտանի, այդ դաշտ իմացեք, որ այն ձեզ տանում է սնոտի ապաշտության։ Սնոտի զբաղմունքի մեջ, սնոտի նշանակում է դատարկ։
Այո, ձեզ համար միգուցե այդ ընթացքը հետաքրքիր է, որոշ եզրակացությունների, եզրահանգումների կգաք, որոշումների եւ միգուցե ուրիշների հետ էլ կկիսվեք, բայց դա սնոտի է, դա ոչ մի կապ չունի Աստծո հետ։ Դա ձեր անձնական կարծիքն է, դա ձեր անձնական սխալմունքն է։ Սխալին հավատալ եւ սխալի մեջ համոզվելն է, ձեր անձնական։ Սա միանշանակ իմացեք, որովհետեւ Աստված հատուկ ծածկել է այդ դուռը։ Տեսեք, այն ինչին մենք պիտի հավատանք եւ այն ինչի մեջ պիտի վստահ լինենք, դա միակ աղբյուրն է ճշմարտության եւ անսխալական Աստծո խոսքը, որը Աստված իր իմաստությունով որոշեց մարդուն հայտնել։ Եվ Աստված որոշեց մարդուն հայտնել իր ամբողջ կամքը, օրինակ ինչպես Պողոս առաքյալը գործ առաքելություն 20-րդ ես Աստծո ամբողջ կամքը ձեզ հայտնեցի։ Ամբողջ կամքը հայտնել, պետք է ճիշտ հասկանանք, սա չի նշանակում, որ ամբողջությամբ, այսինքն մենք Աստծո բոլոր արածների մասին, ապագայի մասին ամբողջությամբ հայտնեցինք։ Ոչ, այն, ինչ Աստված իր հայտնության մեջ տվել է, դա է ամբողջը, ինչ որ գտելա, որ մեզ պետք է, որովհետև տեսեք, մենք երբ որ Աստվածաշունչը կարդում ենք, Աստվածաշունչը մեզ չի տալի Աստծո ամբողջ կամքը։ Այսինքն ճիշտ հասկացեք, տալիս է այնքանով ամբողջ, որքանով Աստված է տվել հայտնությունը։ Այդքանի մեջ ամբողջական ենք մնում, որտեղ դրանից հետո ավելին կա, երբ որ կտեսնենք Հիսուսին, ավելին կհասկանանք, հավիտենականության մեջ ավելին կճանաչենք։ Այսինքն Աստվածաշունչը մեզ չի ճանաչեցնում Աստծո ամբողջ կամքը, այլ Աստծո կամքի ճշմարտությունը։ Աստվածաշունչը մեզ տալիս է ճշմարիտ Աստծուն ճանաչելու կերպը, ոչ թե ամբողջությամբ Աստծուն ճանաչելու։ Նորից, որպեսզի սա հասկանանք, Աստվածաշունչը տրված չի, որ մենք ամբողջությամբ Աստծուն ճանաչենք։ Աստվածաշունչը տրված է, որ մենք ճշմարտությամբ Աստծուն ճանաչենք։ Այն չափով, որ Աստված տվեց։ Այն չափը կարա ամբողջ լինի, այ ամբողջ կամքը առաքյալ է, որ խոսում է, այդ չափի մեջ է ասում ամբողջ, ոչ թե ընդհանրապես ամբողջ Աստծո կամքը։ Այդ չափի մեջ ինչ որ հայտնված է, որտեղ ինքը Պողոս առաքյալը առաջին Կորինթացիս 4-րդ գլխում ասում է ինձ եւ Ապողոսից վերցրեք օրինակ, որ գրվածից ավելի չխորհեք, որ չընկնեք, չվնասվեք, գրվածից ավելի պետք չի եզրակացնեք։ Ինչ որ գրված է, այդքանի մեջ խորհեք։ Ինչ որ ձեզ հայտնված է, այդքանի մեջ կայացրեք ձեր կյանքի սկզբունքները։ Այդքանի մեջ դուք Աստծուն հաճելի կարող լինեք կամ ոչ։ Այդքանի մեջ դրանից ավելի, ասում է, մի մուդրստվույց է, այսինքն իմաստուն ձեզ ցույց մի տվեք։ Մի խորհեք։ Ուրեմն, սա կարևոր է եւ խոսքը ամբողջական է։ Երկրորդ Պետրոսի նամակում Պետրոս առաքյալը առաջի հենց հատվածում ասում է, որովհետև մեզ տրված է այն ամենը կյանքի, ուշադիր լսեք, կյանքի եւ Աստված պաշտության համար նրա զորությունով, այն խոստումներով, այսինքն Աստծո խոսքով, խոստումներով, որով հաղորդ լինենք նրա բնության եւ նրա սրբության, որով հաղորդ լինենք, որ նմանվենք նրան այդ խոսքով։ Եկեք անդրադառնանք այս հատվածից, 2 Պետրոս 1:3-ից նայենք։ 2 Պետրոսի առաջի գլուխ 3-րդ համարը, ինչպես որ նրա աստվածային զորությունը շնորհեց մեզ այն ամենը, որ կյանքի եւ աստվածպաշտության համար պետք է, նրան ճանաչելով է, նրա գիտությունով է, որ մեզ կանչեց փառքով եւ առաքինությունով, որոնցով այդ ամենը որ տրված է, որոնցով ամենամեծ եւ պատվական խոստումներն են տրված մեզ, որ նրանցով այդ խոստումները որտեղ են ձեզ տրված։ Աստծո խոսքի մեջ, ոչ թե ինչ որ մի հատ սիրուշ քույր ձեզ հայտություն ա տվել։ Որոնցով ամենամեծ պատվական խոստումները տրված են մեզ, որ նրանցով հաղորդակից լինենք աստվածային բնությանը, աշխարհի մեջ ցանկությունից եղած ապականությունից հեռու փախչելով։ Այդ խոսքը, այդ խոստումները, որ Աստված որոշեց իր զորությունով այն ամենը մեզ հայտնի աստվածապաշտության եւ կյանքի համար, այդ խոստումներով տրված խոսքը մեզ առաջի երթին հաղորդ անում Աստծուն, նրա բնությանը եւ նաեւ մեզ հեռացնում է մեղքից, աշխարհում եղած ապականությունից հեռույապահում։ Ինչը սիրուշ քրոջ տված հայտնությունը, ոչ, Աստծո խոսքը անսխալական։ Իսկ սիրուշ տված քրոջ խոսքը կարա ձեզ մղի մեղքի մեջ, որտեղ այն անսխալական չի։ Գնացեք սիրուշ քրոջը հարցրեք, ասենք թե սիրուշ, ես պարզապես անուն եմ ասում, ասեք սիրուշ քույր, դու սխալական ես, դու սխալ գործում ես, թե ոչ։ Եթե ձեզ կասի ոչ, իր անունը դրեք Աստված։ Եթե ձեզ կասի այո, հարց տվեք երկրորդ անգամ, ասեք կարող է հիմա քո տված հայտնությունը սխալ է։
Չէ, այս հայտությունը ճիշտ է։ Որտեղից գիտի, թող ձեզ ապացուցի, որ իր տված հայտությունը անսխալական է։ Ոնց կապացուցի, ասեմ ոնց ապացուցելու։ Վայ, երթվում եմ, գիտես մի քանի անգամ այսպես արել եմ եւ ճիշտ է եղել։ Իր փորձառության վրա է հենվելու, որը ժողովրդական խոսքը պապը երկրորդա երկու անգամ փլավ չի ուտում։ Եվ ձեզ կգցի ծուղակը, այսինքն զգույշ եղեք, սիրելիներս, զգույշ եղեք։ Միակ անսխալական խոսքը, որ հայտնում է մեզ, անսխալական խոսքը, այդ խոստումներով, որոնցով մենք հաղորդ ենք լինում Աստծուն, հաճելի ենք լինում Աստծուն եւ նաեւ փախչում ենք մեղքից, այսինքն մեզ տանում է սրբացման ընթացքի մեջ ճիշտ օղակներ, դա Աստծո խոսքն է, որ Աստված իր զորությունով շնորհեց մեզ։ Այն ամենը, ինչ որ մեզ պետք է կյանքի եւ Աստված պաշտության համար։ Մնացածը գրվածից ավել զգուշ եղեք։ Տեսեք, Աստվածաշունչը մեզ տալիս է Աստծո ծրագրի, փրկության ծրագրի գլոբալ մեծ փուլերը, ինչպես արդեն ասացի, մենք տեսնում ենք նաև Քրիստոսի երկրորդ գալուստը, մենք տեսնում ենք նաև դատաստանի աթոռը, սպիտակ աթոռը, տեսնում ենք եկեղեցու ապշտակությունը, տեսնում ենք հազարամյա երկրի վրա, տեսնում ենք նոր երկիր, նոր երկինք հարկայության, այսինքն այս բոլորը եւ նաև Քրիստոսը մեզ խոսում է նշանի մասին, եւ Քրիստոսը հատուկ այս նշանների մասին խոսելով հատուկ շեշտում է, իսկ այդ ժամը գալու եւ օրը գալու ոչ ոք չգիտի, որևէ մեկ հրեշտակ երկնքում չգիտի։ Մարդու որդին չգիտի, միայն հայրը, եւ հայրը որոշեց այն ոչ ոքի չհայտնել։ Դրա համար եկեղեցին, ով 2000 տարի ամեն օր սպասում է նրա գալուստին, այս մղումով պիտի լինի։ Այսինքն մենք վստահում ենք Աստծո ասացին, որ Տերը պիտի գա, եւ ամեն օր սպասում ենք Տիրոջ գալուստին, եւ 2000 տարի իրական վերստին ծնված եկեղեցին սրան է սպասում, ոչ թե գուշակություններ անում։ Այս թվին պիտի գա, որովհետև սա եղավ, այս թվին է գալու, որովհետև տեսեք սա եղավ, այսինքն մենք հիստորիցիզմի մեջ չենք ընկնում, չենք փորձում այս կյանքում եղած որոշակի երևույթներ հենվելով դրանց վրա հաշվարկներ, գուշակություններ անենք, թե ինչ է լինելու։ Այսինքն Աստված այսպես արեց, ուրեմն հետագա քայլը այսպես անելու։ Ոչ, ինչ անքննելի են նրա որոշումները եւ անհասկանալի են նրա վարվելակերպը, նրա ճանապարհները, որովհետև ով իմացավ Տիրոջ միտքը։ Կա մեկը, որ գիտի, ոչ, Աստված չի հայտնել դա ձեզ։ Այսինքն մի որոշեք Քրիստոսի գալու, այսինքն եթե դուք պարագաներով Աստծո կամք եք որոշում, առաջնային է պիտի որոշեիք Քրիստոսի գալուստը, դուք չեք կարող, որովհետև Աստված այն ծածկել է ձեզանից։ Դրա համար պետք է զգույշ լինենք։ Եվ մի քիչ հետո մենք անդրադառնանք նաև 5 կտականի որոշ հատվածների, որոնք ուղղակի ասում են, որ մի արեք դա։ Տեսեք, օրինակ Եսայի 55:9 Ուշադիր լսեք, խնդրում եմ, Եսայի մարգարեությունը ինչ է ասում։ Այո, Աստված է խոսում։ Այլ ինչպես որ բարձր է երկինքը երկրից, երկիր եւ երկինք, տիեզերքը ինչքան բարձր է։ Նույնպես էլ բարձր է իմ ճանապարհները ձեր ճանապարհներից է։ Կամ իմ վարվելակերպը ձեր վարվելակերպից, ձեր վարվելակերպի հասկացողության օղակները մի վերագրեք ինձ եւ մի գուշակեք, որ եթե դուք այսպես արեցիք, ուրեմն այսպես եք անելու, ուրեմն ես էլ եթե այսպես արեցի, այսպես եմ անելու։ Ձեր լծակները, ձեր հաշվարկները մի վերագրեք ինձ, որտեվ բարձր են, ինչպես երկիրը տիեզերքից, երկնքից։ Այլ ինչպես որ բարձր է երկինքը երկրից, նույնպես էլ բարձր է իմ ճանապարհները ձեր ճանապարհներից։ Եվ իմ խորհուրդները, իմ որոշումները ձեր որոշումներից, որովհետև հետևից ցույց է տալի նախախնամությունը, որովհետև ինչպես որ իջնում է անձրևը եւ ձյունը երկնքից եւ ետ չի դառնում, այնտեղ էլ ոռոգում է երկիր եւ նրան արագած տանում եւ բողբոջեցնում նրան եւ տալիս է սերմ, սերմացյանին եւ հատուտողին, այնպես էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խոսքը, այն ինչ որ ձեզ հայտնել եմ, խոսքը կուղարկեմ եւ կանեմ, դուք մի գուշակեք, թե ինչ է իմ ճանապարհները, ինչ է իմ որոշումները, ես ձեզ կասեմ եւ կանեմ, իմ ասածին լսեք, ոչ թե ձեր եզրահանգումներին, գուշակություններին եւ հաշվարկներին, որը ես չեմ ասել։ Այս տարբերությունն ասում։ Մեկ այլ հատված նայենք։ Հոբը 9-րդ գլուխ 10 համարը Բաղդադ սոքեցին պատասխանում Հոբը եւ ցույց է տալի ի վերջո Հոբը խոսում է, որ Բաղդադ, երբ որ դու քեզ դնում ես Աստծո առաջ արդար եւ ինձ հանում ես անարդար մանավանդ կեղծավոր, եթե անդրադառնանք 8 եւ 9-րդ գլուխներին, Բաղդադ սոքեցին խոսում այլ ներկայացնում Հոբին որպես կեղծավոր, ցույց տալով որ կա մի մեղք, որ դու չես խոստովանում Աստծո։ Այդ է խոստովանել Աստված քո ձեռքը կբռներ, քո բերանը ծիծաղ կդներ, վերջի հատվածը 38-րդ գլխի ծիծաղ կդներ եւ քո թշնամիներին կվերացներ։ Հիմա Հոբի պարագայում թշնամիները գալիս են Հոբի վրա, ծիծաղի փոխարեն տրտունջի
աղաղակն է նրա բերանում, Աստված նրա ձեռքը բաց է թողել եւ ասում է դե քանի որ այդպես է ուրեմն դու մեղք ես գործը եւ հիմա Հոբը պատասխանելով Սոքեցին ասում է ես գիտեմ որ Աստված այո այդպես կանի ծիծաղ կդնի բայց ասում է կա մի բան ով կարա Աստծո առաջ կանգնի եւ արդար մնա այսինքն եթե Աստված ուզենա Բաղդադ քո վրա կեղտ տեսնի դու կդառնաս տոնածառ մեղքերով այնքան վրեդ մեղքեր կկախի Աստված որ դու կդառնաս մեղքածառ այսինքն դու չես կարող Աստծո առաջ կանգնես որ մի մարդը կարող Աստծո առաջ կանգնի եւ արդար մնա մենք որ Աստծո առաջ կանգնած ենք Քրիստոսի արդարությունով ենք կանգնած թե չէ թե Աստված ուզում մեր վրա մեղք տեսնի այնքան մեղք կա մեր վրա եւ հիմա ինքը դեռ ցույց է տալի որ Աստված եւ քո տարբերությունը տես Բաղդադ ով եմ ես եւ ով Աստված որ ես Աստծո հետ վիճեմ Բաղդադ ուշադիր նայեք տեսեք 10 համարում ասում որ մեծամեծ բաներ է անում անքննելի եւ սքանչելիքներ անթիվ Աստված որ այնքան մեծ բաներ է անում շատ եւ բոլորն են անքննելի տես նա իմ մոտով կանցնե եւ ես չեմ տեսնի եւ անց կկենա եւ ես չեմ իմանա այսինքն կա բաներ որ ես չեմ կարա իմանամ եւ ես հիմա էլ նեղության մեջ եմ փորձության մեջ եմ շատ բան կորցրել եմ սուքի մեջ եմ եւ շատ բան ես չգիտեմ ինչու եւ Աստված ինձ չի հայտնել իսկ դու ասում ես որ գիտես այ մեղք ես գործել դրա համար ես այդպես եւ հետո մենք տեսնում ենք որ Աստված Հոբին ասում է գնա ասա թող տանեն զոհ մատուցանեն 7 հատ եւ դու աղոթի նրանց համար որ ես նրանց չպատժեմ որտեվ իմ բարկությունը ասում է բորբոքվել է որտեվ նրանք խոսում են մի բան որ չգիտեն իսկ դու լուր էիր մնում որտեվ չգիտեիր այ Հոբի ուղղությունը սրա մեջ է դե չգիտես լուր մնա մի ասա որ գիտես մի եզրակացրա քո եզրակացությունները սուս մնա դա ավելի աստուն հաճելի ես քան թե փիլիսոփա ես այ սա շատ կարեւոր է Ժողովողը Սողոմոնը տեսեք ինչ ասում Ժողովող 3:11-ում նա ամեն բան արել է վայելուչ իր ժամանակին վայելուչ կոնկրետ ճիշտ իր ժամանակին նաև հավիտենականությունը դրել է նրանց սրտում մարդու սրտում դրել է հավիտենականությունը մարդը գիտի որ ոնց որ թե մի բան կա դեռ շարունակվող բայց այնպես որ մարդը չի կարող այն ըմբռնել բնագրի մեջ բառացի այնպես է արել Աստված որ մարդը չկարողանա այն հասկանալ որ մարդը չիմանա վաղը ինչա լինելու որ հույսը դնի Աստծո վրա դա հատուկ արի Աստված այսինքն մենք սկսում ենք բացել այն դուռը որտեղ Աստված փակել է կվնասվեք մի ծեծեք այդ դուռը ծեծեք այն դուռը որը արդեն բացված է Հիսուսն ասեց թակեք եւ կբացվի այսինքն այն ինչ որ Աստված հայտնել է որտեղ Հիսուսն ասում է Աստծո արքայությունը ձեզ մոտեցել է եւ ի նկատի որ ինքը արդեն Իսրայելի մեջ է այդտեղ մեջտեղը կանգնած է մարդկանց Այդ դուռը բաց է, այդ դուռը թակեք եւ ձեզ կբացվի, հարցրեք այդ դուռը բաց դրվից եւ ձեզ կասվի, բայց այն ինչ որ Աստված հատուկ փակել է, դուք մի ծեծեք այդ դուռը, այն երբեք չի բացվի ձեզ համար։ Սա մյուսը, որպեսզի մենք հասկանանք, մյուս պարագան, օրինակ Հոբ 11-րդ գլուխ եկեք նայեք, Հոբ 11-րդ արդեն Սոփորը ճիշտ բառը ասում, ճիշտ այն չի ասում ճիշտ Հոբին, հասցեատերն է սխալ, բայց ճիշտ բան ասում, եկեք անդրադառնանք։ Հոբ 11:7-9 Տեսեք 7-ից կարող ես Աստծո խորհուրդը գտնել կարող ես Աստծո որոշումը գտնել կամ ամենակարողի էությանը հասնել հարցադրումը տեսնում եք կարող ես Աստծո խորհուրդը գտնել կամ ամենակարողի էությանը հասնել կամ քո հասակը ձեր տալիս է քեզ որ կարողանաս հասնել նրան Քո տարբերությունը եւ Աստծո տարբերությունը դու հասկանում ես ով ես դու եւ ով Աստված որ փորձում ես նրա միտքը կռահես դու այդ տարբերությունը տեսնում ես գիտեք պատկերացրեք 2 տարեկան երեխային դուք ասում եք ձեռքդ մեկնի եւ շկաֆի վրայից վերցրու այն գիրքը 2 տարեկան երեխա ձեռքը կհասնի ասում կարող ես Աստծո խորհուրդը գտնել կամ ամենակարողի էությանը հասնել Կարաս հասնես, ձեռդ կհասնի, քո միտքը կարող է հասնի, իհարկե ոչ։ Աստված այնպես արել, որ այն չլինի, եւ հետաքրքիր է, որ արդեն Հոբը 26:14-ում պատասխանում է կարևոր բան։ Հոբն ասում է, ահա սրանք են նրա ճանապարհների ծայրերը, նրա վերջավորությունը, ահա սրանք են նրա վարվելու կերպի կերպերը, վերջը։ Տեսեք։ Եվ ինչ բան է նրա վրա լսվածը Եվ ինչ չնչին բան է նրա վրա լսված Այսինքն Ահա սրանք են նրա ճանապարհների ծայրերը Որոշ բան մենք տեսանք նրա կյանքում արած
Եվ ասում է սա ինչ չնչին բան, այսինքն այն ինչ որ Աստված մեզ հայտնել է, շատ քիչ է, որ մենք կարողանանք Աստծուն ամբողջությամբ ընկալենք եւ հաստատ խոսենք Աստծո վրայով այս բանի մեջ ինչը որ մեզ չի հայտնել։ Եվ ինչ չնչին բան է նրա վրա լսածը եւ ով կարող է իմանալ նրա զորության որոտումը եւ անդրադառնում է նրա մեծության։ Այսինքն, տեսեք Հոբը ինչ անում։ Այս մի փոքրիկ համարում եւ սա Հոբի Աստված ճանաչությունն է, սա օրհնությունն է։ Ահա սրանք են նրա ճանապարհների ծայրերը։ Իսկ սրանք են այն ինչ որ մենք տեսանք, այն ինչ որ տեսանք եւ ինչ չնչին բան է, սա ինչ փոքր է, որ մենք կարողանանք այս տեսածով եզրակացնել նրա հետագա քայլերի մասին։ Ով կարող է իմանալ նրա զորության մեծությունը եւ նրա մեծությունը մեծ է, այս փոքրությունը մեզ հայտնած չի կարող նրա մեծության մասին ասի։ Այս փոքրության չափի մեջ կարանք միայն սա իմանանք, դրանից ավել չենք կարող։ Սաղմոս 45 համարը շատ են քո հրաշքները, որ դու արիր, ով Տեր Աստվածս, եւ քո խորհուրդները մեզ վրա են, ոչ ոք քեզ հավասար չէ, կպատմեի եւ կխոսեի նրանց, բայց համարից շատ են, ոչ ոք քեզ հավասար չէ։ Ինչ անքննելի են նրա դատաստանները եւ անհասկանալի են նրա ճանապարհները։ Նույնն է, նույն խորհուրդը։ Բոլոր հեղինակները, որոնք Աստծուն ճանաչում են, գալիս են այս եզրակացության, այս եզրահանգման։ Այն ինչ որ Աստված մեզ չի հայտնել, դա նշանակում է մնում է մեր սահմանափակ վայրերում։ Մենք միայն հասկանում ենք այն, Աստծո մասին գիտենք, այն ինչ որ Աստված իր անձի մասին մեզ հայտնել է, ինչ որ մեզ չի հայտնել, սիրելիներս չի կարելի։ Սա շատ վտանգավոր է։ Արել Սաղմոս 139:6 համարը նայեք։ Այս գիտությունը ինձ համար շատ զարմանալի է, բարձր է, չեմ կարող հասնել նրան։ Մի քիչ առաջ ես ասացի, եթե երեխային ասեք շկաֆի վրայից գիրքը վերցրակ կարա, այս գիտությունը, այս ճանաչողությունը, այս իմաստությունը ինձ համար շատ զարմանալի է։ Դավիթն է ասում։ Շատ զարմանալի է։ Զարմանալի նշանակում է չեմ կարողանում հասկանալ։ Իսկ ինչպես եղավ։ Բարձր է, չեմ կարող հասկանալ նրան։ Այսինքն, չեմ կարող հասկանալ նշանակում է սա ինձ համար անհասանելի է։ Աստծո անհասանելիությունը։ Սա երկրորդ հատկությունն է, որ գովաբանում է Պողոս Արաքյալը տեսնելով Աստծո փրկության ծրագիրը։ Անհասանելի է, չեմ կարող հասնել նրան։ Եվ այսպես սիրելի քույրս եղբայրս, քանի որ մենք ընթերցում ենք 33-ից 36 համարը եւ երկրորդ հատկություն Աստծո ծրագրի, փրկության ծրագրի վերաբերյալ արտաբերած Պողոս Արաքյալի գովաբանության, որ անդրադառնում է Աստծո խորհուրդների եւ նրա դատաստանների եւ ճանապարհներին, արտահայտելով, որ նրանք անքննելի են եւ անհասկանալի են։ Բայց Արաքյալը դա չի ասում, որ վայ, մեզ համար անհասկանալի է, Տեր Աստված ինչի չես հայտնել։ Ընդհակառակը ինքը փառաբանում է, որ չի հայտնել, փառաբանում է եւ գոհունակություն է տալի, որ անքննելի են այդ դատաստանները եւ անհասկանալի ճանապարհը ինչի, որովհետեւ սրանց մեջ է, որ մենք վստահում ենք Աստծուն, գիտենալով, որ ամեն բան բարի գործակից է անում Աստված նրանց, որ նախասահմանությունով կանչվել են իրենց իր որդուն նմանալու, որոնց սահմանեց, նրանց կանչեց, որոնց կանչեց արդարացրեց, որոնց արդարացրեց փառավորելով։ Այսինքն այս վստահությունը մենք ունենք, բայց թե ինչպես Աստված այն անում, Պողոս Արաքյալը երբեք այդ դաշտ չի մտնում։ Ուրիշ բան, որ Պողոս Արաքյալը ցույց է տալի ինչպես մենք վարվենք, որպեսզի հաճելի լինենք Աստծուն, արդեն հայտնվածի մեջ, բայց թե ինչ անելու մեր կյանքում վաղը Արաքյալը այդ մասին չի ասում։ Արաքյալն ասում է հուսացեք նրան, որտեղ այն խոստացա, որ պիտի գա, բայց վաղվա օրվա մասին որևէ մեկ ուսուցում չկա, մի ծեծեք այդ դուռը։ Տերը ձեզ օրհնի փառքյալ, ուրեմն այս ամենը առավել տալիս է մեզ վստահելու Աստծուն եւ նրա գերիմաստությանը։ Տեր օրհնի փառքյալ, ամեն։